Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս, Հիսուս Քրիստոսի սուրբ ու զորավոր անունն եմ կանչում ամեն մեկիս վրա, մեր օրվա վրա, մեր ընթացքի վրա, մեր կամքի վրա, մեր ցանկությունների, մեր մտածելակերպի, մեր որոշումների վրա։ Թող Տիրոջ ցանկությունները դառնան մեր ցանկությունները, Տիրոջ ընթացքը մեր ընթացքը, թող խափանվեն չարից եկող, խավարից եկող, ստից եկող ամեն մտածելակերպ, մեր լոգիկան փրկագնվի Հիսուսի սուրբ արյունով եւ սկսի գործել աստվածային կարգով։ Փիլիպացիների առաջին գլխի 9-ից 11-ում Պողոս առաքյալն ասում է. «Եվ այս եմ աղոթում, որ ձեր սերը ավելի ու ավելի աճի գիտությամբ եւ ամեն հասկացողությամբ, որպեսզի դուք լավագույնը զանազանեք, որ Քրիստոսի օրը մաքուր լինեք ու անարատ, Հիսուս Քրիստոսի միջոցով արդարության պտուղներով լցված լինեք, Աստծո փառքի ու գովերգության համար»։ Հայր Աստված, Հիսուս Քրիստոսի սուրբ անունով գալիս եմ ողորմությանդ ու շնորհիդ գահի առաջ, գալիս եմ ինձ համար, ամուսնուս, ընտանիքիս բոլոր անդամներին, գերդաստանիս, արյունակցական գծի, հայ ժողովրդի համար, Տեր, ամեն քրիստոնյայի համար, Տեր ջան, իմ հոգևոր քույր եղբայրների համար, անկախ իրենց ազգությունից ու ռասայից, ամեն ինձ լսողի ու նրա ընտանիքի համար, որ ու խնդրում եմ, Տեր, քո սերը լցրու մեր սրտերում, մեզ սիրել սովորեցրու, թող մեր սերը աճի, ծաղկի, զարգանա ու մեր սերը հասունանա քեզ ճանաչելով, որ մենք սիրենք ոնց որ դու ես սիրում, որ մեր սերը դատարկ էմոցիա չլինի, որ մեր սերը էգոիստ չլինի, որ մեր սերը խորություն ունենա, որ մեր սերը մեզ դրդի զոհաբերվող քայլերի, որ մեր սերը հավատարիմ լինի, որ մեր սերը ներող լինի, որ մեր սերը համբերող լինի, որ մեր սերը մեր շահը չփնտրի, որ մեր սերը մեզ չտանի հպարտության, ուրիշներին վերևից չնայենք, մեր սերը դիմացինին բարձրացնող լինի, մխիթարող լինի, հուսադրող լինի եւ ամենակարևորը ճշմարիտ լինի, ազնիվ լինի։ Սովորեցրու մեզ ճիշտ ու լավ սիրել, որպեսզի յուրաքանչյուրս զանազանենք լավագույնը ու տանք մեր լավագույնը մեր շրջապատի մարդկանց, ու որ Քրիստոսի գալստյան համար մաքուր ու անարատ լինենք։ Սիրել սովորեցրու մեզ, որովհետև ճշմարիտ սիրուց են բխում հոգու բոլոր պտուղները եւ արդարության պտուղները, համբերությունը, քաղցրությունը, ինքնակառավարումը, հավատը, բարությունը, գթությունը, ողորմությունը, ուրախությունը, թող մենք այդպիսին դառնանք քո շնորհով ու քո փառքի համար եւ քո զորությամբ։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Հիմա վերադառնանք երկրքի 7-րդ գլխին։ Կարդանք այսօրվա հատվածը եւ մեկնաբանությունը։ Տերն ասաց Մովսեսին. «Տես, քեզ փարավոնի համար Աստված դարձրի, իսկ քո եղբայր Ահարոնը կլինի քո մարգարեն։ Դու խոսիր այն ամենը, ինչ կհրամայեմ քեզ, իսկ քո եղբայր Ահարոնը թող խոսի փարավոնի հետ, որ Իսրայելի որդիներին արձակի իր երկրից։ Բայց ես կխստացնեմ փարավոնի սիրտը եւ իմ նշաններն ու հրաշքները կշատացնեմ Եգիպտոսի երկրում։ Փարավոնը ձեզ չի լսի, եւ ես իմ ձեռքը կդնեմ Եգիպտոսի վրա, եւ իմ զորքերը իմ ժողովրդին, Իսրայելի որդիներին դուրս կհանեմ Եգիպտոսի երկրից մեծ դատաստաններով։ Եվ եգիպտացիները կիմանան, որ ես եմ Տերը, երբ իմ ձեռքը երկարացնեմ Եգիպտոսի վրա եւ Իսրայելի որդիներին դուրս հանեմ նրանց միջից։ Մովսեսն ու Ահարոնը արեցին այնպես, ինչպես Տերը պատվիրել էր իրենց, այդպես էլ արեցին։ Մովսեսը 80 տարեկան էր, իսկ Ահարոնը 83 տարեկան, երբ նրանք խոսեցին փարավոնի հետ։ Հայր, գոհանում ենք քեզանից քո խոսքի համար
որը հավիտենական է, որը ճշմարիտ է, որ դժոխքը չի կարող քո խոսքի դեմ կանգնել, քո խոսքը երբեք դուրս չի գալիս ու դատարկ վերադառնում, թող քո փառահեղ խոսքի համաձայն լինի մեր կյանքերում։ Հիսուսի անունով աղոթեցի։ Տերն ասաց Մովսեսին. Աստված զարմանալի համբերություն ցուցաբերեց իր ծառա Մովսեսի հանդեպ, եւ սա ցույց է տալիս, որ Աստված համբերատար է մեր նկատմամբ եւս։ Նախորդ գլխի վերջում Մովսեսի պորտքումից հետո, երբ ասեց ես ծանրալեզու եմ, ինչի ինձ ուղարկեցիր, ինչ եկել եմ փարավոնը մենակ չարիք անում ու դու էլ քո ժողովրդին չես օգնում, այդ պորտքումից հետո մեզ կարա թվա, որ Աստված էլ համբերություն չէր ունենալու Մովսեսի հանդեպ, որ Աստված էլ Մովսեսի գլխին էր պորտ գալու։ Սակայն Աստված նույնիսկ չնախատեց Մովսեսին, այլ Աստված պարզապես ասաց նրան, թե ինչ անի եւ հանձնարարեց նրան դա անել։ Սա Աստծո ողորմածության, հարստության եւս մեկ օրինակ է մեզ համար։ Այսինքն Աստված ողորմած է ու կարճաժամկետ ողորմած չի, նա հարուստ է ողորմածությամբ։ Տես քեզ փարավոնի համար Աստված դարձրի։ Հիշում եք նախկին գլուխներում կարդացինք, որ փարավոնն ասաց. ով է Տերը, ես նրան չեմ ճանաչում, չեմ ընդունում ու նրա ասածը չեմ անելու։ Այսինքն փարավոնը մերժել էր Յահվեի, կենդանի ու միակ Աստծո հետ ցանկացած անմիջական շփում։ Այդ պատճառով Աստված գործ էր ունենալու փարավոնի հետ Մովսեսի միջոցով։ Այն չի, որ Մովսեսը հանկարծ Աստված էր, ոչ, այլ Մովսեսը Աստծուն էր ներկայացնելու փարավոնի առաջ։ Մովսեսը կանգնելու էր փարավոնի առջև Աստծո փոխարեն, ոչ միայն փոխանցելով Աստծո պատգամները, այլև ի ցույց էր դնելու Աստծո զորությունը, եւ դա անելու էր այնպիսի զորավոր գործողություններով, որոնք ցույց էին տալու փարավոնին Աստծո հեղինակությունը եւ Աստծո պատգամների անսասանելիությունը։ Այս գաղափարը տարածվում է քրիստոնյաների վրա եւս նոր կտակարանում։ Պողոս առաքյալը Երկրորդ Կորինթացիներ 3-րդ գլխի 2-3 խոսքերում ասում է. Մեր նամակը դուք եք, մեր սրտում գրված եւ բոլոր մարդկանց կողմից ճանաչված ու կարդացված։ Ակնհայտ է, որ դուք եք Քրիստոսի նամակը մեր ծառայությամբ գրված եւ գրված ոչ թե թանաքով, այլ կենդանի Աստծո հոգով, ոչ թե քարի տախտակների վրա, այլ սրտի մարմնեղեն տախտակների վրա։ Այսինքն, մարդիկ, ովքեր չեն նայում Աստծուն, նայում են մեզ, քրիստոնյաներիս, ու եթե մենք ապրում ենք իրական, ճշմարիտ քրիստոնյայի կյանքով, ապա նրանք նայում են մեզ, տեսնում Աստծուն։ Նրանք, ովքեր չեն կարդում Աստվածաշունչը, կարդում են մեր կյանքը, ու եթե մեր կյանքը, մեր ասածը ու մեր ապրածը համապատասխանում է Աստծո խոսքին, մենք դառնում ենք կենդանի Աստվածաշունչ այդ մարդկանց համար։ Այդպես պիտի ճանաչեն Աստծուն եւ Աստծո զորությունը։ Ու եթե մենք հավատարիմ ու հնազանդ չենք Աստծուն, նրանք մեզ նայելով չեն ընդունի Աստծուն, չեն ճանաչի Աստծուն։ Այսինքն մենք Աստծո կենդանի նամակներն ենք։ Մարգարեն այն մարդն է, ով մնացած մարդկանց ներկայացնում է Աստծուն եւ որպես այդպիսին Տիրոջ ողջ ժողովուրդը։ Ամեն քրիստոնյա ինչ որ չափով մարգարեներ են, բայց արդյոք մենք մեր շրջապատի մարդկանց տալիս ենք Աստծո մասին իրական պատկերացումը։ Արդյոք մենք մեր վարքով, մեր մտածելակերպով, մեր խոսելակերպով ճշմարտացիորեն ներկայացնում ենք Աստծո իրական էությունը, Աստծո կամքը։ Իսկ քո եղբայր Ահարոնը կլինի քո մարգարեն։ Եթե Մովսեսը պետք է լիներ ինչպես Աստված փարավոնի համար, ապա Ահարոնը պետք է լիներ որպես Մովսեսի մարգարեն, Մովսեսի խոսնակը փարավոնի առաջ։ Ինչպես Մովսեսը չպետք է գործեր իր սեփական նախաձեռնությամբ, այլ պետք է սպասեր Աստծո ուղղորդությանը,
այնպես էլ Ահարոնը չպետք է գործեր իր սեփական նախաձեռնությամբ, այլ պետք է սպասեր Մովսեսի ուղղորդությանը։ Դու խոսիր այն ամենը, ինչ կհրամայեմ քեզ, իսկ քո եղբայր Ահարոնը թող խոսի փարավոնի հետ, որ Իսրայելի որդիներին արձակի իր երկրից։ Աստված թույլ չէր տալու, որ Մովսեսը հուսահատվեր փարավոնի հետ իր առաջին հանդիպման թվացյալ անհաջողության պատճառով։ Մովսեսին պարզապես հրամայված էր գնալ, ու Մովսեսը պիտի ենթարկվեր ու գնար փարավոնի մոտ, եւ Տերը իրեն հրամայելու էր ինչ ասեր, ինքը դա ասելու էր Ահարոնին, Ահարոնն էլ պիտի ասեր փարավոնին։ Հիմա Աստված ասում է ու խոստանում է, որ կարծրացնելու է փարավոնի սիրտը, մի բան, որ ավելի թվում է դժվարացնելու էր թե Մովսեսի, թե Ահարոնի եւ թե Իսրայելի ժողովրդի գործն ու վիճակը։ Եկեք հասկանանք ինչու էր ասում Աստված, որ ես խստացնելու եմ փարավոնի սիրտը։ Ելք գրքի 4 գլխի 21-ում նախկին դասերում Աստված էլի նույն հայտարարությունը արել էր Մովսեսին, որ ինքը կարծրացնելու է փարավոնի սիրտը։ Ու այդ ժամանակ մենք քննարկեցինք ու ասեցինք, որ Աստված չկարծրացրեց փարավոնի սիրտը փարավոնի սեփական ցանկությանը հակառակ։ Ընդհանրապես Աստված հաստատեց փարավոնի չար հակումը Իսրայելի ժողովրդի դեմ։ Աստված ոչ մեկի սիրտը առանց նրանց ցանկության չի կարծրացնում։ Փարավոնը ինքը բացահայտեց իր սրտի իրական դիրքը, երբ մերժեց Մովսեսի խոնարհ խնդրանքը։ Ելք գրքի 5-րդ գլխի 1-ից 4-ում կարդացինք, չէ՞։ Այժմ Աստված ամրապնդում էր փարավոնին իր իսկ ընտրած ճանապարհի մեջ, իր իսկ ընտրած հակառակության մեջ, իր իսկ ընտրած չարիքի մեջ։ Եվ Աստված կարող է նույնը անել այսօր եւ անում է։ Մեր ապստամբության մեջ մենք կարող ենք հասնել այն կետին, որտեղ Աստված կամրապնդի մեզ մեր ցանկալի չարիքի ճանապարհի մեջ։ Օրինակ, մարդիկ կան, իրենց թվում է կատակով ասում են. ես չեմ ուզում դրախտ գնալ, կամ ինձ Աստված պետք չէ, կամ ես չեմ ուզում, կամ չեմ կարում այսինչ մարդուն ներեմ, եւ այլն, եւ այլն։ Եվ Աստված կարող է ասել. լավ, դա ես ուզում, թող այդպես էլ լինի, ես հաստատում եմ։ Որտեւ այն ինչ որ մենք ասում ենք, մեր սրտից ենք խոսում, մեր ցանկություններն ենք բարձրաձայնում։ Եվ սա եղավ փարավոնի հետ։ Փարավոնը ատում էր իսրայելցիներին, չէր ընդունում Աստծուն, ուզում էր հալածել նրա ժողովրդին։ Հետևաբար Աստված նրան մատնեց իր սրտի անմաքրությանը, իր սրտի ցանկության միջոցով։ Մենք սա պարզ տեսնում ենք բացատրված Հռոմեացիներին ուղղված նամակում, առաջին գլխի 24 եւ 28 խոսքերում, չնայած խորհուրդ կտամ, որ ամբողջ Հռոմեացիների առաջին գլուխը կարդաք, որ վերաբերում է ամեն Աստծուն հակառակվող մարդուն։ Իսկ Աստծուն մենք կարող ենք հակառակվել անգամ մեզ քրիստոնյա համարելով։ Տեսեք ինչ է ասում Պողոսը։ Այդ պատճառով էլ Աստված նրանց ըստ իրենց սրտերի ցանկության պղծության մատնեց, որպեսզի իրենց մարմինները իրենց մեջ անարգեն։ Եվ քանի որ չփորձեցին իրենց մտքի մեջ Աստծուն ունենալ, Աստված նրանց մատնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ կատարեն, եւ հետո շարունակում է խոսել ամեն կարգի չարագործության մասին։ Այսինքն Աստված մեր սիրտը չի կարծրացնում առանց մեր ցանկության, այլ մեր ցանկությունների մեջ է հաստատում մեզ եւ այդպես է մեր սիրտը կարծրանում։ Եվ իմ նշաններն ու հրաշքները կշատացնեմ Եգիպտոսի երկրում։ Անկամ երբ Աստված կարծրացրեց փարավոնի սիրտը, Աստված միևնույն ժամանակ փարավոնին պատճառներ տվեց իր հրաշքների միջոցով խելքի գալու, հավատալու եւ Աստծուն հանձնվելու։
եթե նա ցանկանար։ Դուք տեսնում եք, ամեն ինչ կախված է նաև մեր ցանկությունից։ Հիսուսը խաչվել է բոլորիս համար, բոլորի մեղքերն է վերցրել, բայց ցանկանում ես արդյոք ընդունել։ Հավատում ես։ Ցանկանում ես անգամ հավատալ։ Ընտրությունը քոնն է, ընտրությունը այստեղ փարավոնիններ։ Եվ հիմա Աստված բացատրում է, թե ինչու է կարծրացնելու փարավոնի սիրտը։ Նույն պատճառները մեզ համար են, ինչու է Աստված մեր սիրտը կարծրացնում։ Փարավոնը ձեզ չի լսի, եւ ես իմ ձեռքը կդնեմ Եգիպտոսի վրա, եւ իմ զորքերը, իմ ժողովրդին, Իսրայելի որդիներին դուրս կհանեմ Եգիպտոսի երկրից մեծ դատաստաններով։ Աստված սկզբից ի վեր գիտեր, որ փարավոնը չէր համաձայնվելու Մովսեսի խնդրանքին։ Աստծո համար զարմանալի չէր, որ փարավոնը չլսեց Մովսեսին։ Աստված հանկարծ չընկավ շոկի մեջ ու ասեց. «Վայ, բա հիմա ինչ անենք, չստացվեց»։ Աստված գիտեր, որտեղ Աստված սրտեր քննող Աստված է, եւ նա ամենագետ Աստված է։ Նա ժամանակների Տերն է։ Արարչությունը ստեղծելուց մինչև դա էլ նա գիտեր, որ այս բաները լինելու էին ու ինչպես էր ավարտվելու, որտեղ ինքն էր ամեն բան ծրագրավորել։ Նա ամեն բան գիտի, մինչև դրանց լինելը անգամ։ Նա մեր մտքերն է ստուգում, նա գիտի, ինչ ենք մենք 10 րոպե հետո մտածելու։ Այսպիսով Աստված գիտեր, որ փարավոնը չէր համաձայնվելու։ Եվ շարունակում է Աստված ասելով. «Եվ եգիպտացիները կիմանան, որ ես եմ Տերը, երբ իմ ձեռքը երկարացնեմ Եգիպտոսի վրա եւ Իսրայելի որդիներին դուրս հանեմ նրանց միջից»։ Սա բացատրում է, թե ինչու Տերը կարծացրեց փարավոնի սիրտը, ըստ էության Եգիպտոսի վրա արդար դատաստան բերելու համար։ Մենք հասկանում ենք, որ Աստծո բոլոր դատաստանները արդար են, որքան էլ դրանք մեզ թվան դաժան, անարդար, միևնույնն է արդար են, եւ Աստված այդ դատաստանը բերում էր, որ Եգիպտոսում գտնվելու էին մարդիկ, որոնք այդ դատաստանների միջոցով հավատքի էին գալու, հետ էին դառնալու չարիքից ու կործանումից, կեղծ աստվածներից։ Այդպես անելով Աստված ինքն իրեն բացահայտելու էր, անգամ նրանց համար, ովքեր մերժում էին իրեն, նրանց տալով շանս։ Աստված շանսի Աստված է, երկրորդ, երրորդ հնարավորություն տալու Աստված է։ Ելք գրքի 5-րդ գլխի 2-րդ խոսքում փարավոնը պնդում էր, որ չգիտի, թե ով է Տերը։ Աստված խոստացավ ցույց տալ փարավոնին, թե ով է ինքը, բայց դա անել այնպես, որ դա հաճելի չլինի ոչ փարավոնին, ոչ էլ ողջ Եգիպտոսին։ Աստված ծրագրեց եւ կատարեց իր գործը, որպեսզի եգիպտացիները տեսնեն, որ Աստված Տերն է, միակ Տերը, եւ Իսրայելի, եւ Եգիպտոսի, եւ ամեն մարդու, եւ ամեն ազգի, եւ ամեն բանի, որ չկան ուրիշ աստվածներ։ Եվ Աստված այսօր նույնն է անում մեր կյանքերում եւ իր եկեղեցու մեջ, ցուցադրելով իր իմաստությունը հրեշտակային էակներին, թե հավատարին, թե ընկած։ Կարդանք Եփեսացիներ 3-րդ գլխի 10-ից 11-ը, որպեսզի այժմ եկեղեցու միջոցով երկնային իշխանություններին եւ պետություններին, այսինքն երկնային, ոչ երկրային, հայտնվի Աստծո բազմատեսակ իմաստությունը, համաձայն այն հավիտենական ծրագրի, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով իրագործեց։ Աստված նույնն է անում նաև մեր անհատական կյանքում, ամեն ազգի կյանքում, ցուցադրելով իր բարությունն ու զորությունը մեզ, մի բան, որ տեսնում են շրջապատի մարդիկ։ Հավատացյալները աշխարհի աստվածաշունչերն են, որոնց ուսումնասիրությամբ մարդիկ կարող են ճանաչել Տիրոջը, ասում է մեկնաբանը։ Աստծո այս կատարվելիք հրաշքները միևնույն ժամանակ հրավեր էին եգիպտացիների համար անձամբ հավատալու Տիրոջը։ Նրանք ընտրություն ունեին կայացնելու։ Դու ընտրություն ունես այսօր կայացնելու։ Այսպիսով Աստված բազմիցս անգամ հրավիրեց փարավոնին ու եգիպտացիներին
իրեն հավատալու այդ դատաստաններով, եւ որոշները հավատացին, քանի որ Եգիպտոսից Իսրայելի հետ միասին հեռացավ խառը բազմություն։ Այդպես է ասվում Ելք գրքի 12-րդ գլխի 38 խոսքում։ Նրանց հետ ելավ նաև խառնի ճաղանճ մի բազմություն եւ ոչխարների ու արջառների շատ մեծ հոտեր։ Այսինքն Աստծուն հավատացին ոչ միայն իսրայելցիները ու փրկվեցին, այլ նաև Եգիպտոսում գտնվող այլ ազգության մարդիկ ու անգամ որոշ եգիպտացիներ։ Աստծո դատաստանը Եգիպտոսի վրա եղավ նրանց փրկությունը։ Այսինքն, երբ մենք խոսում ենք Աստծո դատաստանի մասին, մենք չպետք է մտածենք, որ դա միայն չարիք ու կործանում է։ Աստծո դատաստանը թույլ է տալիս, որ մարդիկ սթափվեն։ Նրանց, ովքեր կարծրացած չեն, որ կարծրությունները քանդվի մեր մեջ։ Փարավոնի դեպքում այն չքանդվեց։ Մովսեսն ու Ահարոնը արեցին այնպես, ինչպես Տերը պատվիրել էր իրենց, այդպես էլ արեցին։ Վերջապես պատճառաբանությունները դադարում են եւ նրանք հավատալով Աստծուն անցնում են գործի։ Մովսեսը 80 տարեկան էր, իսկ Ահարոնը 83 տարեկան, երբ նրանք խոսեցին փարավոնի հետ։ Սա շատերիս համար թոշակի անցնելու տարիք էլ չի, արդեն վաղուց թոշակի անցածի տարիք է, կամ մեր ազգում մենք սա համարում ենք խոր ծերության տարիք, բայց Մովսեսը գիտեր, որ Աստծո կամքը ավելի կարևոր է, քան մեր տարիքը, քան թոշակը, քան հանգիստ ծերություն անցկացնելը։ Ուրեմն անկախ մեր տարիքից մենք միշտ էլ կարող ենք ծառայել Աստծուն ու պիտի ձգտենք ծառայել Աստծուն եւ ամենազորավոր կերպով, որովհետեւ թե զորությունը, թե իմաստությունը Աստծուց է։ Մենք նաեւ տեսնում ենք, որ Ահարոնը Մովսեսի ավագ եղբայրն էր, ուստի Աստված նորից հակասեց այդ ժամանակվա ավանդական սովորություններին, կրտսեր եղբորը ավելի աչքի ընկնող դարձնելով։ Նա այդպես էր վարվել նաեւ նախկինում, տարբեր ժամանակներում։ Թող Աստծո կամքը գործի ամեն մեկիս կյանքում։ Դրանից առավել կարևոր բան չկա։ Որևէ մեկին մեր ցանկությամբ, մեր մտածելակերպով բարիք չցանկանանք, այլ ցանկանանք Աստծո կամքը կատարվի այդ մարդու կյանքում։ Բոլոր խանգարող հանգամանքները, բոլոր կապանքները թող քանդվեն ամեն մեկի, մեր ընտանիքի անդամների վրայից, որպեսզի Աստծո կամքը փառահեղ կատարվի նրանց կյանքում։ Ամեն։ Այսքանը այսօր, սիրելիներս։